Մոլոկաններ, ռուսական կրոնական շարժում, կրոնական փոքրամասնություն, որն առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին Տամբովի գավառում։ Մոլոկանների կրոնական ուղղությունը առաջացել է դուխովորների աղանդից և պահպանել վերջինիս վարդապետության և ծեսերի մեծ մասը։ Կրոնական ուղղության հիմնադիրն է Սեմյոն Ուկլեինը։ Ռուսական կայսրությունում համարվել են հատկապես վնասակար հերետիկոսներ և հետապնդվել մինչև կայսր Ալեքսանդր I-ի հրամանագրերը, որոնք թվագրվում են 1805 թվականով, որոնք որոշակի ազատություն են տվել մոլոկաններին և դուխովորներին։ Մոլոկանների մոտ վստահություն է հաստատվել 1805 թվականի հուլիսի 22-ի մոլոկանների և դուխովորների կրոնական ազատության մասին ցարական հրամանագրի գոյության մասին։ Այս վստահության համար հիմք է ծառայել մոլոկաններից մեկի մոտ պահվող գրությունը՝ մոլոկանների հավատարմատարներ Ժուրավցովի, Մոտիլյովի և Լոսևի ցարի մոտ գնալու, նրանց հարցը քննարկելու համար Ալեքսանդր I-ի հրավիրած պետական խորհրդի և հետագա ցարական հրամանագրի մասին։ Այս գրությունը առիթ է հանդիսացել 1905 թվականի հուլիսին Թիֆլիսի նահանգի Վորոնցովկա գյուղում մոլոկանների կողմից հոբելյանական համագումար անցկացնելու համար։ Մոլոկան անունը տրվել է դեռ 1765 թվականին։ Անվանումը կապում են ավետարանական հոգևոր կաթի, իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև Պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները իրենց հոգևոր քրիստոնյաներ են անվանում, և իրենց ընդունած մոլոկան անունը բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ։ Մոլոկանների կարծիքով հավատի ուսուցման միակ ճիշտ աղբյուրը կարող է լինել Սուրբ Գրքի հին և նոր կտակարանները։ Նրանք չեն ընդունում, որ կան ուրիշ քահանաներ, քանզի կա միայն մեկ քահանա՝ Հիսուս Քրիստոսը, իսկ բոլոր մարդիկ քույր և եղբայրներ են և հավասար միմյանց։ Նրանք չեն ընդունում եկեղեցական աստիճանակարգը։ Ձեռագործ եկեղեցիները, ուղղափառ ծեսերը չեն հավատում օրագրերին, սրբապատկերներին։ Աղոթելիս չեն խաչակնքվում և չեն ընդունում մկրտությունը։ Ցարիզմի օրոք հալածվել են, որի հետևանքով մոլոկանները մեծ խմբերով գաղթել են Կանադա, ինչպես նաև Հարավային Կովկաս։ Հայաստանում մոլոկանները հիմնականում ապրում են Լոռու մարզում, մասնավորապես Տաշիր քաղաքում, Կալինինո, իսկ ավելի վաղ Վորոնցովկա, Ֆիոլետովո, Լերմոնտովո գյուղերում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։ Անկախությունից հետո սկսվել է մոլոկանների արտագաղթ դեպի Ռուսաստան, որի հետևանքով նրանց թիվը Հայաստանում զգալիորեն պակասել է։ Մոլոկանները ոչ թե մեկ եկեղեցի են, այլ ավելի շուտ կրոնական շարժում, սլավոնական մեկ արմատով, բայց տեսակետների, ժամերգությունների, ուսմունքների, տոնակատարությունների մեծ տարբերություններով։ Նման ուղղություններից մոլոկանների մեջ նկատելիորեն առանձնանում են թաց մոլոկանները, ջրով մկրտություն կատարողները, մոլոկան պրիգունները, մոլոկան սուբոտնիկները, շաբաթ օրը պահպանողները, դուծիժիզնիկները, Դուխ ի Ժիզն գիրքը խորանին դնողները, համարելով այն Աստվածաշնչի երրորդ մասը։ Մոլոկանները տարբերվում են Աստվածաշնչի տեքստերի խորհրդանշական և այլաբանական մեկնաբանությամբ։ Ըստ իրենց ուսմունքի, նրանք ճանաչում են Աստծո երկրպագությունը միայն հոգով և ճշմարտությամբ, չեն ճանաչում տեսանելի սրբապատկերներ և խաչը, հաղորդություններ ընկալում են բացառապես հոգևոր իմաստով, չեն ճանաչում սրբերի երկրպագությունը, հերքում են քահանայական հիերարխիայի, հոգևորականության, վանականության անհրաժեշտությունը, չեն ընդունում խաչի նշանը, չեն կրում խաչ իրենց մարմնին, մեղք են համարում ալկոհոլի և խոզիմսի, ծխախոտի և թմրանյութերի օգտագործումը։ Յուրաքանչյուր մոլոկանի տուն ունի բավականին ընդարձակ գավիթ, ուր գտնվում է բաղնիքը, ախոռը, խոտանոցը և շտեմարանը։ Բնակարանը բաղկացած է երկու սենյակներից, որոնց դռները բացվում են նախասենյակների մեջ։ Սենյակները հիմնականում քառանկյունի են լինում, եթե ոչ երեք, գոնե երկու կողմից երկական կամ մի պատուհաններով։ Հատակն ու առաստաղը տախտակից է, բայց ոչ երբեք ներկված։
Սովորաբար սենյակներից մեկում լինում է երկար ռուսական փուռ, մյուս սենյակները տաքացվում են թիթեղյա վառարաններով։ Սենյակի պատերին կից ձգվում են նեղ և երկար նստարաններ, իսկ անկյուններում փայտե պահարաններ, մի քանի նեղ և երկար նստարաններ մոտեցնելով կազմվում է մոլոկանի մահճակալը, սենյակի անկյունում սովորաբար դրված է լինում հասարակ փայտե սեղանը, որի վրա հասարակ փոքրիկ հասարակ լամպ է լինում, կողքերին մի քանի աթոռ, որը կոչվում է տաբուրետկա։ Տները քարաշեն են, կտուրը եռանկյունաձև կղմինդրով ծածկված, տան երկու կողմերը կան փոքր պատշգամբներ։ Նրանց ուտելիքի գլխավոր մասն է կազմում թեյը, կաթը, կարտոֆիլը։ Մոլոկաները շատ են սիրում թեյ և այն պատրաստման հատուկ եղանակ ունեն ինքնաեռի մեջ։ Մոլոկանները ամուսնանում են տղաները 19 տարեկանում, իսկ աղջիկները 17 տարեկան։ Ամուսնացող զույգի տարիքային տարբերությունը հազվադեպ է մեծ լինում։ Աղջիկ փախցնելու սովորություն նրանց մեջ չկա։ Աղջկան ընտրում են տղայի ծնողները, սակայն հաշվի են առնում տղայի կարծիքը։ Երբ որոշում են նշանել, տղայի ծնողները գնում են աղջկա ծնողների տուն, բայց այն ժամանակ, երբ աղջիկը տանը չի լինում և չի իմանում։ Մինչև տուն մտնելը տղայի ծնողները աղջկա ծնողների տան դռան առաջ խաչում են ձեռքերը և շշնջում հայրմերը։ Աղջկա ծնողները նախօրոք գիտեն նրանց այցի նպատակը, սակայն չեն ասում, մինչև բուն թեմային անցնելը սեղան են բացում, իսկ երբ վերջանում է թեյը, նրանք նոր սկսում են խոսել գալու նպատակի մասին։ Աղջկա համաձայնությունը ստանալուց հետո հայրերը միմյանց ձեռք են սեղմում։ Աղջկա մայրը տղայի մորը տալիս է մի ասեղնագործ թաշկինակ, իսկ տղայի հայրը աղջկա հորը տալիս է 5 ռուբլի։ Մի քանի օր հետո աղջկա տանը խնամիները հավաքվում են և որոշվում է աղջկա գլխագինը, որը տատանվում է 50-ից 120 ռուբլու մեջ, իսկ որպես նշան տղայի վզին կապում են կարմիր թաշկինակ։ Հետո երկու խնամիները գնում են քաղաք հարսանիքի պատրաստություն տեսնելու։ Երբ բերում են հարսանեկան անհրաժեշտ պարագաները, աղջիկը իր ընկերուհիների հետ միասին կարում են հարսանեկան շորը և փեսայի հագուստը։ Հարսանիքի օրը փեսայի եղբայրը գալիս է տանելու փեսայի շորը։ Հետո հավաքվում են բոլորով, խնջույք կազմակերպում, որի ժամանակ միջնորդը հավաքում է մասնակիցներից հարսի և փեսայի նվերները։ Սովորաբար հարսանեկան բոլոր ծախսերը անում է տղայի կողմը։ Մոլոկանները ապրում են մեծ գերդաստաններով։ Մոլոկանները ամուսնությունից հետո պետք է մորուք պահեն։ Գերդաստանի իշխանությունը պատկանում է մեծ մորը, իսկ նրա մահից հետո ավագ հարսին։ Նրանց մոտ ամուսնալուծությունները չեն թույլատրվում։ Միայն երբ կինը չի հարմարվում ամուսնական կյանքին, ծերերի խորհուրդը թույլ է տալիս նրա ամուսնուն ամուսնանալ այլ կնոջ հետ, սակայն նա պետք է իր առաջին կնոջը ապրուստի միջոցներ տա։ Նրանց ծեսերի համաձայն ծննդկան մայրը, եթե աղջիկ է ունեցել, 80 օր համարվում է պիղծ, իսկ տղա ունենալու դեպքում 40 օր։ Նա չի կարող հաց թխել, կերակուր եփել, նրա հետ ոչ ոք բացի ամուսնուց ճաշելու իրավունք չունի։ Երեխային պարտադիր պետք է տրվի այդ գերդաստանի անդամներից մեկի անունը։